Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Անցալով դամայի ճամփեքին կյանքս գնաց Տարիներս անցան ապրելու ժամ չմնաց Աշխարհը լուր քնած ու նորից ես եմ արթուն Իմ բախտին սպասելով մնացի բախտի հերթում Թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ծովի ալիքը թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ապրում է Երևանում Ծովի ալիքը թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ծովի ալիքը թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ծովի ալիքը թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ծովի ալիքը թողտանի հերու իմ երգը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ասում եմ բարի երեկո, ջան ողջույններ եմ ուղարկում բոլոր նրանց, ովքեր Ֆորտունա հեռուստաընկերության եթերային ընթացքի հետ են եւ այս պահին ուզում եմ ասել
Հարգելի հեռուստադիտողներ, ձեր ստակ պահեք, առողջ պահեք, ինչին հետևություն խորհուրդ կտամ նաև լցնել ձեր 1 գավաթ թեյը, մասնավորապես թեյը։ Այո, որովհետև օրերը ցրտել են, օրերն աշնանային են եւ դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ մեզ այցելության գան տարատեսակ վիրուսները եւ վարակները։ Այնպես որ մի խաբվեք, ինչպես մեծերն են ասում, աշնանային ալևին, որովհետև այն ավելի նոսր է այլևս։ Այդպես արեց նաև Ռաֆը եւ այսօր նավատ առողջ է եւ ես ստիպված եմ եթերը անցկացնել միայնակ, բայց ես հուսով եմ, որ կզգամ ձեր ներկայությունը, այնպես որ բարի երեկո եմ ասում ու հրավիրում հեռուստաէկրանների մոտ ձեր 1 գավաթ թեյով։
Ասում եմ բարի երեկո, եթե հենց նոր միացաք, սա բացենյակն է, յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի 20:00-ից բացենյակը բացում է եթերային դռները Ֆորտունա հեռուստաընկերության եթերից եւ ողջույններ ուղարկում մեր բոլոր հեռուստադիտողներին։ Նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձոր մարզկենտրոնում, ովքեր մեզ դիտում են ամբողջ Լոռու մարզում եւ հանրապետության բոլոր հատվածներում, որտեղ հասանելի է Ucom-ը, Ovion եւ իհարկե Team Telecom օպերատորները, որովհետեւ հենց նրանց օժանդակությամբ հասանելիությունը մեր եթերն ապահովում է ամբողջ Հայաստանով մեկ։ Բարեկամներ, կավելային տիրույթում եւ on-line հարթակներում, ինչպես նաեւ համացանցի օգնությամբ եւ մեր պաշտոնական էջերով եւ սոցեջերով կարող եք դիտել աշխարհի ցանկացած կետում։ Ուզում եմ ողջույններ ուղարկել բոլորիդ, ովքեր տարբեր ձևերով եք դիտում մեր հաղորդումը եւ ասում շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, ասում շնորհակալություն այս պահին նաև մեր այն գործընկերներին, ովքեր սպասարկում են հաղորդումը Նինե Վարդանյան դիմардարման ուսուցման բուժական կենտրոնը, որը գտնվում է Տիգրան Մեծ 35 կոտորակ 1 հասցեում եւ իհարկե Մարիա Բյութի սալոնը, որը գտնվում է Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում քաղաք Վանաձոր, բազում թաղամաս։ Սիրելի գործընկերներ, ասում եմ ձեր շնորհակալություն մաղթում խաղաղ երեկո, իսկ ձեզ բարեկամներ, ինչպես համագործակցության, այնպես էլ մեր տաղավարում հայտնվելու ձեր ասելիքի մասին բարձրացնելու համար գործող հեռախոսնամարը անփոփոխ է 099022833, իսկ մենք գտնվում ենք քաղաք Վանաձոր, դիմաց թաղամաս, Աղան 81 կոտորակ 2 գծիկ 1 դիմացի հրապարակում է գտնվում Ֆորտունա հեռուստաընկերությունը։ Այնպես որ բարեկամներ կարող եք կապ հաստատել ինչպես on-line տիրույթում գրելով մեր սոցիալական էջերին, այնպես էլ պարզապես հեռախոսահամարների օգնությամբ։ Եվ ասում շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ եւ գնալով դեպի մեր հյուրասրահը շատ կարեւոր ու հետաքրքիր զրույց ենք ունենալու այսօր, հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու եւ դրա համար պետք է պարզապես լսել երաժշտություն, որպեսզի ես կարողանամ մեր հյուրերին ուղեկցել դեպի տաղավար։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Մայրամուտը ծովերից այն կողմ թողած, եկա մոտը դու սիրուց, սիրտը իմ դողած, եկա որ դու ինձ գրկես ամուր, որ քո գրկում դառնամ մի բուր, շնչակզում, քո ամպույրը, հիշեցնում է ինձ անձրևի բույրը,
Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել Ֆորտունա հեռուստաընկերությանը, ողջույններ եմ ուղարկում բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձորում, Լոռու մարզում, Հայաստանում եւ իհարկե նաեւ Հայաստանի սահմաններից դուրս on-line ու off-line հարթակներում։ Բացենյակը շարունակում աշխատել եթերում եւ ինչպես նախաբանում ասացի, այսօր շատ հրաշալի հյուրեր են ունենալու եւ արդեն իսկ այն հյուրերը մեր տաղավարում են եւ շատ հրաշալի զրույց է սպասում, ես վստահ եմ։ Եվ միանգամից ուզում եմ սիրով ներկայացնել մեր այսօրվա հյուրերին, ովքեր հենց հիմա Բացենյակի տաղավարում են, վաստակաշատ պարուսույց բեմի վարպետ Տիկին Ֆլորա Ասոյանն է Բացենյակի տաղավարում, բարի գալուս Բացենյակ, եւ իհարկե Տիկին Ասոյանի դուստրը Տաթև Գալստյան, ով նաեւ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի 3-րդ կարգի մրցավար եւ Տաթևներ պարային համույթի գեղարվեստական ղեկավար։ Բարով եք եկել սիրելի հյուրեր։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Եվ առաջին հերթին ուզում եմ մեր ջերմամբողջ ստեղծագործական թիմից եւ Ֆորտունայի անունից սիրով շնորհավորել ձեզ, Տիկին Ասոյան։ Թող այնքան ուժու եռանդ ունենաք, որ էլի նոր սերունդներ կարողանաք կրթել ու դաստիարակել։ Շատ շնորհակալ եմ։ Եվ այնինչ արեց Տաթևը, արդեն մեկ շաբաթ է խոսվում է քաղաքում։ Ես մինչև Տաթևից կփորձեմ մեր հեռուստադիտողների համար նաև բացահայտել գաղափարը, ոնց եք զգում միջոցառման ավարտին։ Ինչ եք զգում, Տիկին Ասոյան։ Ավարտին։ Այո, ավարտին ասելը ընթացքում ասեք ինչպես էի զգում, շատ վատ։ Ընթացքում շատ վատ։ Սիրտս կանգնում էր ուրախությունից, հպարտությունից եւ բոլոր դրականային բաներից, որ ներկա են հենց այդ պահին, հենց այդ ամբողջ ընթացքում միջոցառման։ Դուք արդեն ծանոթացել եք կարծում եմ այն տեսանյութին, երբ Տիկին Ասոյանի դուստրը Տաթևը նախաձեռնել էր մի հրաշալի միջոցառում, որի մասին մայրիկը չգիտեր։ Տաթև ջան, եկեք գանք սկզբից, ինչու որոշեցիք այդպես։ Ինչ արեցիք։ Առհասարակ ես ոչինչ չեմ անում։ Պարկում եմ քնելու, մտքերս հավաքում եմ։ Այդ մտքերը ծնված վերջում իրագործում եմ, բայց մի քիչ շատ դժվար էր, քանի որ արդեն իսկ 51-ին Տիկին Ասոյանի ես անակնկալ մատուցել էի ու դժվար էր այս անգամ գաղտնի պահել, բայց ես հնարավորություն չունեցա բոլորին ասեմ շատ շնորհակալ եմ բոլորից, որ ինձ հետ հավասար այդ գաղտնիքը պահեցիք, երևի մեզ մոտ աշնանային փակագծերը կբացենք, մեզ մոտ ամենամյա աշնանային պարահանդես փառատոնն է տեղի ունենում, որի ժամանակ ես վստահ զանգեցի Ասոյանին, ասեցի դե զանգեք Տիկին Սահակյանին, պայմանավորվեք թատրոնի համար, որպեսզի զբաղեցնենք թատրոնի շենքը եւ կայանա այնտեղ պարահանդեսը։ Հետո ասեցի ինչ կուզես անենք տարեդարձից, ասեց դե լավ էլի, արի էլ ոչ մի բան չանենք, եկեք հանգիստ ընտանեկան մթնոլորտում հավաքվենք ու վերջացնենք, ասեցի շատ լավ, բայց դե պատկերացնում եք այդ հանգիստ մթնոլորտը ես չեմ սիրում։ Ես ավելի բուռն եմ սիրում ամեն ինչ խառը, որ բոլորին ես խառնեմ եւ հաջողվեց ու խառնեցի բոլորին իրար։ Այնինչ դրված էր որպես նշածող։ Արվեց այնպես ինչպես ուզում եք Տաթև։ Իրականում այո, շատ անհանգիստ էի, առհասարակ ես անհանգիստ չեմ լինում, շատ հանգիստ եմ լինում, ինձ էլ եմ հանգիստ պահում, բայց անհնար էր նրանով, որ եթե մենք պլանավորում ենք, որ հին աշակերտներով պիտի հավաքվենք, փորձանենք ու ես վստահ եմ, որ ասենք Տիկին Ասոյանը դսեղում իր կոլեկտիվի հետ այդ օրը միջոցառմանը պիտի չգա, 7-ին ժամը պայմանավորվում ենք, 7-ին 10 պակաս Ասոյանը դուրը բացում է, մտնում է ու ես այսպես կանգնում եմ փաստի առաջ, այդ բոլոր աշակերտներին գրում եմ, զանգում եմ ինչքան որ հնարավոր է, երեխեք գիտեք եկավ, եկեք բանը, ով եկել է կներեք, եկեք չգիտեմ ինչ ուտեղ մեր ընկերն օգնության ասնում ընկերներին Քոչինյան ասում են Տաթև ջան մի մտածի մի ոտ վերևենք թող կան իմ դահլիճ ու այդ խեղճերին իմ ամուսինը բոլորին տեղափոխում ընկերների դահլիճ ես թաքուն ասում գիտես մամա ես պիտի գնամ շորս փորձեմ շորեմ պատվիրե գնամ մի հատ շորից հետևից հիմա ասան կանգնած ասում այսքան գործի մեջ ինչ շոր ու բոլորը թաքուն պահում են գաղտնիքը, որ Տաթևը մի ոտ վերև, ուրիշ դահլիճում երեխաների հետ փորձան։ Տաթև շատ հաճախ երկու հոգու, երկու անձի մեջ չի ստացվում գաղտնիք պահել։ Ես ապշած եմ, ես չգիտեմ, ես հիացած եմ։ Ես նույնիսկ արտահայտվեցի։ Տարիների վեր ես արել եմ, այո, այնինչ կներեք իհարկե անհամեստություն չհամարեք, արել եմ այն, ինչ շատ շատերը չէին կարող անել։ Բայց ես խոստովանեցի
Ես հանձնվեցի, Տաթև դու արեցիր այն, ինչ որ ես չէի կարող անել։ Որովհետև երևի թե կոմունիստական դաստիարակությունս խանգարում է ինձ ընդհանրապես։ Պետք է մտածեի, այս ինչ մարդուն նեղություն կտամ, եթե այսպես վարվեմ, այս ինչ մարդուն եթե հրավիրեմ, միգուցե նա չի ցանկանում ելույթ ունենալ։ Ես շատ տեսանկյուններից ես ինքս ինձ կաղապարների մեջ կդնեի եւ այդ միջոցառումը չէր ստացվի այնպես ինչպես ստացվել է Տաթևի մոտ։ Ես հիացած եմ, ես շնորհակալ եմ, ես կներեք իհարկե։ Նորից եմ ասում, անհամեստություն չհամարեք, ես չեմ եկել այստեղ գովերքելու կամ ինձ կամ իմ աղջկան, բայց դա այնքան ակնառու էր ու այնքան հոգեհույս, որ այլ կերպ հնարավոր չի։ Իսկ ինչ վերաբերվում է գաղտնիությանը, ես ապրել, դուք ճիշտ եք ասում, երկու չէ։ Սովորաբար ժողովրդի ասացվածքն է 3 հոգու մեջ, եթե գաղտնիք կա, դա արդեն գաղտնիք չի։ Այո։ Երկուսի մեջ միգուցե հնարավոր է, բայց ամբողջ քաղաքի ես արդեն չեմ կարող։ Երկրորդ անգամ նույն պատմությունը կրկնվում է ու ես ուղղակի ապշած եմ։ Ես շնորհակալ եմ, ես երախտապարտ եմ, ես խոսք չունեմ բոլոր նրանցից, ովքեր այդ գաղտնիքին, այդ գեղեցիկ գաղտնիքին ներկայ են եղել, մասնակից են եղել իրենց ներկայությամբ եւ այդ միջոցառման հաջողության համար բոլորից եմ անչափ շնորհակալ։ Տիկին Ասան, ամենահուզիչ պահը որն էր միջոցառման, որ կհիշեք ու այս պահին կառանձնացնեք։ Հենց սկզբից չունգա-չանգա ելույթով, որ փոքրիկ սաներից դուրս եկան, այսինքն ոչ իմ սաները դուրս եկան բեմ, ես հագուստները տեսա ու ամիջապես կռահեցի, որ իմ ամբողջ պահարանը, այսպես ասած, գարդերոբ ենք ասում մենք արվեստի մեջ այդ բանով, իմ ամբողջ գարդերոբը դուրս է տրվել եւ օգտագործվում է։ Ուզված էի անչափ։ Այդ պարը շատ երկար ժամանակ չի վերականգնվել, երկար ժամանակ կատարող չի եղել, բայց այդ պարով իմ սաները 3-ից 5 տարեկան հասակում դեռևս ցուրտ ու մութ տարիներին արծաթե բանալի շահեցին Երևանում փառատոններից մեկի ժամանակ եւ ոչ մի երևանցի չէր հավատում, որ այդ խումբը կարող է լինել Գավառից, ինչպես իրենք են արտահայտվում։ Այնպես որ հենց այդտեղից էլ սկսվեց, հենց առաջի պահից։ Ուզում եմ հետ գնանք պատմության մեջ։ Ինչպես եղավ ձեր հոգու ու բարի հանդիպումը։ Ոնց ստեղծվեց, ոնց սկսվեց Տիկին Ասան։ Երևի թե կարելի ասել շատ անկապ։ Որտեւ ես ամբողջ կյանքում երազել եմ բեմի վրա լինել, բայց ծնողներս չեն աջակցել ինձ այդ առումով, սկզբնական շրջանում իհարկե։ Հետո ցանկանում էի դերասանուհի լինել եւ այլն, միայն թե բեմում լինեմ։ Ինչ ուզում եմ անեմ, մենակ թե բեմում լինեմ։ Ասում են չէ, պետք չի եւ այլն, դու ավելի լավ մասնագիտություններ կարող ես ընտրել։ Մենք ուզում ենք, այսպես ասած, ոչ մեկին վիրավորած չլինեմ, կներեք, ուզում ենք, որ դու նորմալ ընտանիք ունենաս։ Սովորական մահկանացու, այսպես ասած, իրենք ուզում էին դաստիարակել ինձ այդ ոճով։ Բայց միևնույն է, ճանապարհը իրենն ասում է, ի վերուստել երևի տրված էր։ Ես մարմնամարզությամբ էի զբաղվում։ Շատ ձիգ կազմվածքով, ձիգ մկաններով, որը որ շատ հեռու է Պարից, այսպես ասեմ։ Եկան գեղարվեստական ղեկավարը, Պարուսույցը այն ժամանակ Հորովելի, դա 76 թվականն էր, 1976 թվականին։ Ընտրեցին ընդամենը 3 հոգու եւ ծնողների համաձայնությունը հայցեցին։ Գնացի, ասեցի, լավ, վերջին հաշվով այդ մարդիկ էլ եկան ինձ ընտրեցին, էլի չեք թողնում, ասեցին թողնում ենք, գնա։ Եվ այդպես ես մի անգամից առանց ճանապարհ անցնելու պարարվեստում իհարկե, մի անգամից հայտնվեցի պետական երգի բարի համույթում։ Ու թե ինչ ջանքերով ու ինչ համառությամբ ես հասա այսօրվան կամ այն հաջողություններին ինչ ունեցել եմ նախկինում Հորովելի տարիներին, դա էլ արդեն ընկերներս են ամեն վարքյան նշում։ Եկար բանտիկները գլխիդ ու արեցին ինչ որ պետք էր։ Այսպես Տիկին Ասան, երբ ձեր ընտանիքում թույլ չէին տալիս, մի քիչ ավելի ճիշտ չէին կիսում ձեր կարծիքը, այսպես ասենք։ Նույն ինչ արեցիք Տաթևի դեպքում։ Ինչու՞։ Ձեր կիսատ թողած երազանքներն են այդ տարիներին Տաթևը այսօր շարունակում դրացնել։
Ի տարբերություն իմ ծնողների, իհարկե նրանցից ես անչափ եմ շնորհակալ, որովհետև նրանք այնքան ես հիմա չեմ կարող շատ ճակերտներ բացել, չեմ ուզում։ Ես լրիվ հասկանում էի նրանց։ Լրիվ հասկանում էի, ընդունում էի իրենց տեսանկյունը, բայց հետագայում ես հանդիպեցի իմ կյանքի ընկերոջը, իմ ամուսնուն, որը ինձ ընդհանրապես ոչ մի վայրկյան չփորձեց անգամ արգելել իմ արվեստի բնագավառում գործունեության մեջ, արգել հանդիսանալ, ընդհակառակ օգնեց եւ մեր ընտանիքը մեծանում էր ու աճում ու բազմանում էր այն մթնոլորտում, որ ես անգամ մտքովս էլ չէր անցնի, որ Տաթևին արգել էի կամ խոչընդոտ հանդիսանայի նրա գործունեության մեջ։ Նույնը տղայիս մոտ ես փորձեցի զարգացնեմ, նա շատ լավ տվյալներ ունի, բեմական շատ մեծ հնարավորություններ ունի եւ երգելու, եւ պարելու, եւ արտասանելու ասմունքի առումով, բայց նա չցանկացավ բեմը։ Չընտրեց բեմը։ Տաթևը ընտրեց եւ շարունակեց իմ գործը, որի համար շատ շնորհակալ եմ։ Եվ հրաշալի է իհարկե, կարծում լավագույն եւ ամենախաղաղ օրինակներից մեկն է, հա։ Սա մեր օրերում իհարկե դժվար հանդիպող, բայց եւ հանդիպող։ Տաթև, պատասխանատվության առումով եմ ուզում հարցս ձևակերպել։ Հեշտ է լինել ասորանի դուստրը։ Ոչ։ Պատասխանը մի անգամից ոչ։ Շատ դժվար է ամեն առումով։ Օրինակ։ Դեռևս երբ մայրիկն էր ողջ, արդեն իսկ դժվար էր ուղղակի բեմ բարձրանալ, որովհետև խիստ բարձրաճաշակ քննադատ էր եւ ես սարսափում էի, որ բեմից պիտի իջնեմ ու ինքը ինձ զանգի եւ մի քանի նախադասություն ասի։ Միգուցե եւ այդ ամեն մանրունքը, որ նրանք կարողացան իմ մեջ դաստիարակել, միգուցե դրա արդյունքն է, որ հիմա ամեն ինչ գերազանց է։ Գերազանց է մեր տեսանկյունից, չգիտեմ մյուսների տեսանկյունը, որտեղ դա գալիս է արմատներից, սկզբից։ Իսկ մայրիկը ավելի պահանջկոտ է քո հանդեպ։ Ավելի, քան հայրիկն էր։ Եվ խորը ժպիտում է Տիկին Ասոյանը։ Ով կամ ինչն էր ձեր առաջին ներշնչանք Տիկին Ասոյան։ Բարի ոլորտում, պարարվեստի ոլորտում։ Կա այդպիսի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան։ Հանդիսատեսի արկայությունը նրա ծափերը։ Ես դա երազել եմ ամբողջ կյանքում մանկուց։ Եվ դա ես հասա վայելում եմ առ այսօր։ Տաթև նույն հարցն ուզում եմ ուղղել քեզ եւս։ Ոգեշնչումը գիտեք, օրինակ այս անգամ, երբ որ ես բեմում էի, երբ հայացքս ընկավ, որ եղբայրս դահլիճում է, ես սարսափեցի։ Որովհետև դա շատ դժվար է, երբ որ իմ ընտանիքի անդամները դահլիճում են ու ես պիտի արդեն դա միջոցառումից հետո լսեմ նրանց քննադատությունները, որտեղ ամեն իմ մենահամերգից հետո եղբայրս հարցրեց, ասեցին չես անընդհատ այդ դիսկը նայում, ասում ես ուզում եմ, չէ, դու սխալ ես ասում, դու նայի, որ սխալներիդ վրա սխալը մյուս անգամ չկրկնես, ես նայում եմ սխալներից վրա սխալ չկրկնեմ, բայց ամբողջ հանդիսատեսը 400 հոգի, 300 հոգի միգուցե դահլիճում է, բայց իմ համար կարևորը իմ ընտանիքն է, իմ ընտանիքի կարծիքը, որովհետև ռեալ կարծիք միայն լսում եմ ես իրենցից եւ յուրաքանչյուր շարժումս փորձում եմ չափի մեջ բերել, որովհետև նրանք տարածքում են։ Եվ ամենախիստ քննադատն։ Իսկ ինքները ձեր նկատմամբ քննադատող եք։ Միանշանակ։ Միշտ է այդպես եղել։ Այո, դեռևս մանկությանս տարիներից միանշանակ այդպես է։ Եթե մարդը իրենից գոհ լինի, ինձ թվում է դա արդեն վաղուց հայտնի երևույթ է, անելիք չունի։ Մարդ պետք է իրեն քննադատի, մարդ պետք է իրենից ինչ որտեղ գոհ չլինի, որ հասնի ինչ որ մի փոքրիկ բարձունքի։ Դուք ինչ կասեք ինձ մասին։ Ես առհասարակ սիրում եմ, որ վերջում ինձնից գոհ մնամ։ Եթե ես ինձնից գոհ չմնամ, կտխրեմ, երևի մի քանի ամիս դեպրեսիայի մեջ կլինեմ։ Այս անգամ շատ գոհ եմ։ Եվ ամբողջ կյանքում շնորհակալ եմ եղել քննադատներից։ Դա լինի հարազատ, դա լինի ընկեր,
գործընկեր, ով ուզում է լինի։ Եթե մի խոսք եմ լսել, որ այ կարելի է այսպես անել կամ այնպես չլիներ, որպեսզի այնպես չլիներ, հա, դա ես ընդունել եմ։ Ականջիս օղարած չեմ կրկնել այլևս։ Այդպես։ Կարիերայի ընթացքում ինչ խնդիրներ եք հաղթահարել, որ այսօր երբ հետ եք նայում, ասում եք, որ գուցե այսօրվա ձեր վաստակ այդ խնդիրները հաղթահարելն էր, այդ խնդիրները հաղթահարելու կարողություններ։ Անգամ չեմ էլ մտածել խնդիրների մասին, ճիշտն ասեմ, որտեվ անընդհատ ամբողջ կյանքումս պայքարելով ես հասել եմ այսօրվան։ Պայքարել եմ մարմնամարզությունից բարին անցնելու պահով, պայքարել եմ պարուհուց պարուսույցի անցնելու պահով, պայքարել եմ շատ առումներով։ Պայքարը պետք է ամբողջ կյանքում, ես թվում է մարտարարածին, պետք է։ Իսկ դա ուժեղ ավելի դարձրել է Սոյանը։ Միանշանակ։ Տաթև այս ընթացքում միջոցառման վերաբերյալ հարցի, հա, ինչ խնդիրներ ունեցաք, որ այդ խնդիրներից հետո, այդ պայքարից հետո, հա, Տիկին Ասլանի ասած, գո հայացքով նայում եք դեպի մայրիկը։ Պատկերացրեք, խնդիրներ չեմ ունեցել ինչ առումով, որովհետև մեծ թիմ եմ ունեցել ինձ օգնող, բոլորը իրենց ներուժը դրած, իրենց ժպիտներով, իրենց օգնության այդ պատրաստակամությամբ իմ կողքն են եղել, բոլորը անխտիր։ Դա լինի դպրոցի ամենափոքր աշակերտը, ծնողը, ասիստենտները, մեր ընկերները, պարուսույցները, այն ընկերները, ովքեր որ պիտի ելույթ ունենային, այն չգիտեմ, ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, ես ընկեր բառը չեմ ուզում այդ փակագծերը բացեմ, բայց այո, իրենք եթե իմ կողքն էին, իմ դժվար պահին, ինձ օգնեցին, այն հին աշակերտները, որոնք, չգիտեմ, այս ծաղիկն ենք առնելու, թե այն ծաղիկն ենք առնելու, ոնց ենք բեմ բարձրանալու, ինչ շոր ենք հագնելու, ես չգիտեմ, այդ բոլորին ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ խորին խոնարհումը բոլորին ու շնորհակալությունս բոլորին, որովհետև իրոք իմ կողքն էին, ինձ ոչ մի վայրկյան մենակ չեն թողել։ Իսկ ես շնորհակալության չափ ու սահման չեմ տեսնում։ Չեմ տեսնում, խոնարհվում եմ բոլորից։ Տիկին Ասլան, երբ եւ ինչ իրավիճակում եք մտածել ոնց անեք, որ անձնական դաշտը եւ իհարկե նաեւ այն ոլորտը, որտեղ որ կաք, բարը չտուժեն, եւ ինչպես եք կարողացել համագործակից լինել այս երկու ոլորտներում ու հաղթել։ Հաղթելը չգիտեմ, հաղթել եմ թե չէ, բայց ամեն դեպքում ես ընդհանրապես խնդրեմ չեմ ունեցել այդ առումով։ Ընտանիքս միշտ եղել է բարձունքում, աշխատանքս միշտ եղել է բարձունքում։ Աշխատանքի նկատմամբ իմ պատասխանատվությունը։ Այնպես որ առ այսօր ես իմ գործունեության մեջ ինձ թվում է այդ պահը ապացուցում եմ։ Տավուշի մարզից Լոռու մարզի տարբեր քաղաքներ, Իջևանում արվեստի դպրոցը, ընտանիքս երբեք ոչ մի առումով, ոչ մի կողմ չի տուժում։ Տարբերություն զգում եք լոռեցի եւ տավուշցի դերսաների մեջ։ Ինչով են նման ու ինչով են տարբեր։ Ինչով են նման իրենց անկեղծությամբ եւ իրենց մեծ սիրով իմ նկատմամբ։ Բոլորն են ինձ շատ սիրում, ես էլ իրենց։ Միանշանակ ու անկեղծ ու անմնացորդ։ Իսկ ինչով են տարբեր, մի քիչ ավելի գնահատում եմ իջևանցիների, տավուշցիների աշխատասիրությունը։ Մերոնք մի փոքր թուլացել են նախորդ իմ սերունդների համեմատ։ Քանի սերունդ եք ճանապարհել։ Չեմ կարող հաշվել։ 77 թվականից, չէ, կներեք, 87 թվականից սկսել եմ մանկավարժական գործունեությունս եւ առ այսօր արդեն ունեմ լիքը թորնիկներ։ Իմ բալիկները, որոնք շատերը Դաթևի մոտ կամ ինձ մոտ են հաճախում, այնպես որ դա ինձ թվում է արդեն ամեն ինչ ասում եմ։ Այն որ այսօր այստեղ եք, ես առիթը բաց չեմ թողնի իհարկե այս հարցն էլ ուղղելու։ Երկար տարիներ բեմում եք, վաստակի եք արժանացել, ինչ կասեք բոլոր նրանց, ովքեր այսօր առաջին քայլերն են անում ու շատ դեպքերում չեմ վախենա ասել, աղավաղում նաև այն ինչը մերն է։ Այն ինչը ազգային է, այն ինչը յուրահատուկ է նաև, որովհետև այն մերն է։
նախ միանշանակ պետք է պահպանել մերը, ազգայինը։ Միանշանակ, որովհետև ամեն ազգ կայուն է ու հարատև է իր լեզվով ու մշակույթով։ Պետք է պահպանել հայ մշակույթը, հայ պարը, զարգացնել, աճեցնել։ Ես չգիտեմ, եթե իմ սաներից որից է մեկ արտահայտվի հանկարծ, ես հայկական չեմ սիրում բառը, արտահայտությունը, ես այդ ամբողջ օրը կանցկացնեմ դասախոսության վրա։ Դասը կթողնեմ ու կանցկացնեմ դասախոսության վրա։ Ու կհասնեմ իմ ուզածին։ Կհասնեմ այնքանով, որ այսօր իմ սաներից շատ-շատերը, այո, ես իմ գործունեության ընթացքում երևի թե շատ մեծ բաներ չեմ էլ արել, չգիտեմ, չեմ համարում, բայց այն փաստը, որ իմ սաները արդեն ընտրել են պարարվեստը եւ շատ-շատերը հենց հայկական ժողովրդականը, ես դա հաղթանակ եմ համարում։ Իմ հաղթանակը, որ կարողացել եմ սերմանել մեծ սեր դեպի հայ մշակույթը, հայ պարարվեստը եւ ընդհանրապես պարը։ Ունի պարն այսօր ապակա հարգելի հյուրեր։ Հայաստանը։ Դժվար հարց եք տալիս շատ։ Ունի։ Դժվարությամբ։ Դաթև ինչ արժեք ունի ձեզ համար այդ մայրիկը նշեց ազգայինը, հա, որովհետև այսօր երիտասարդությունը այնուամենայնիվ տարբեր ազգներից ելնելով ավելի դժվար իրավիճակում է կանում։ Ոնց է կանում, որ պահպանեք այդ նիշը, այն ինչը որ մայրիկի համար կարևոր է եղել նաև եւ մինչեւ այսօր։ Կոնկրետ ինձ համար շատ դժվար է տրվել հայկականը, որովհետև ես ավելի շատ սիրել եմ իմ ժամանակներից ելնելով ժամանակակից։ Բայց երբ որ արդեն ընկղմվում ես ու ապարում ես այն քո ազգային այն նուրբը, այն գեղեցիկը, դու գնահատում ես, որ ունես քոնը, ուրեմն պիտի պահպանես քոնը։ Բայց դե ժամանակներից էլ ելնելով գիտեք, որ ես սպորտային բարերով եմ զբաղվում, ամենայն դեպս ոչ մի սան մեզ մոտ սպորտային բարերով զբաղվող, երբ որ կմասնակցի խնջույքների կամ եւ այլն մյուս միջոցառումներին, հաստատ կդրսևորի իրեն, հաստատ կբարձրացնի ձեռքը, ու մարալիկ կպարի ու կպուտի մարալիկ ձեռքը, այլ ոչ թե այլի երկրին։ Այլի երկրինը պարում ենք, որտեղ պետք ունենք դրա։ Այս պահին իմ աշխատանքը դա է, բայց իհարկե դե պահպանում ենք, սիրում ենք, որովհետեւ արյան միջոցով անցել է ինձ։ Եվ վերջին հաշվով քո բոլոր լատինոամերիկյան պարողները պարում են հայկական։ Վերջապես ես ասացի դա իմ խոսքի մեջ։ Որպես ուսուցիչ, որպես բեմի վարպետ, ինչպես եք փոխանցում ձեր փորձը երիտասարդներին։ Սկսած Տաթևից։ Ինչպես եմ փոխանցում։ Այո։ Իմ օրինակով, անձնական օրինակով։ Կա ասելիք, որ ամենահաճախն եք ասում, որ այսպես արեք, այնպես արեք, երբեք սա մի արեք։ Շատ։ Ես պահ է գալիս, որ բռնում եմ ինձ այն փաստի վրա, որ շատ եմ խոսում փորձի ընթացքում, բայց եթե չխոսես, տեղ չի հասնում։ Հիմի սերունդը մի տեսակ, բոլորիս է հայտնի, հեռախոսների մեջ մի քիչ ավելի մեխանիկական թողինցներ են, զգացողությամբ են, ես համեմատություն ունեմ անելու, դրա համար եմ արտահայտվում, թողինցներ են իրոք, եթե չասես, տեղ չի հասնում։ Ոչ թե խելացի չեն, չէ, Աստված մի արաստ է, ամեն մեկը մի հրաշք եւ իրենց տեսակով, եւ իրենց պահվածքով, եւ իրենց ամեն ինչով, յուրահատուկ, յուրօրինակ, անձեր են մեծանում, անհատականություններ են մեծանում։ Ու ես չգիտեմ, անընդհատ խոսում եմ, պատմում եմ, օրինակներ եմ բերում, ինձ թվում է հենց դա էլ օգնում է, որպեսզի միասնական մի աշխատանք ստացվի մի գործ, որը որ ունի փոքրի շատ է որակ։ Տիկին Ֆլորա Ասոյանի ասում Պաուլուսույցի ամենամեծ հորդոր խրատը, որ լսել եք, ո՞րն է դա։ Որ միշտ ասում եք Տաթև։ Իսկ դու կլինեն այդպեսի։ Երբ որ մենք պարում էինք մեր շրջանում, ասում էր Երանի մի քիչ էլ աշխատեիր, ավելի լավ կլիներ։ Այո։
մի քիչ էլ պարապեիք մրցույթին, դե այլևս տեղ չկա, դափնեի գիրեինք, ես ու իմ զուգընկերը Արտյոմ Հովհաննիսյանը, բայց երբևէ չենք պարապում, ավելի շատ կռվում էինք, քան պարում էինք, բայց պայքարի մեջ էինք, ուրիշ պայքար էր, մեզ մոտ պարը չէր, մեզ մոտ ինչ որ ուրիշ ներքին պայքար էր, բայց յուրաքանչյուր մեր մրցույթին, ելույթին մենք ստանում ենք գովեստներ, իջնում ենք ասում էր, մի քիչ էլ պիտի աշխատեիք, գոնե երեկոյան պարապեիք։ Այո, աշխատանք եւ էլի աշխատանք։ Ջանասիրություն, նվիրվածություն գործի։ Տիկին ասան, եթե պարալեզու ունենար, ինչ կասեր ֆլորասոյանի մասին։ Լեզվով, մարդկային լեզվով, բառացի լեզվով։ Ու կասեր, ես սիրում եմ քեզ։ Հա։ Եթե նորից ծնվեիք, ոնց խոհա փիլիսոփական հարց եմ տալիս, բայց էլի կընտրեիք պարը։ Երևի թե այո։ Կա երազանք, որ չի իրականացել այս ոլորտում գուցե։ Երազանքս չիրականացած մեկն է։ Դերասանուհի չկարողացա դառնալ։ Չնայած խաղացել եմ, շատ դերեր ունեմ, որովհետև երկի պարիպետական համույթում աշխատելու տարիներից մենք նոր տարվա հանդիսներ էինք կազմակերպում, իհարկե ոչ թե մենք, այլ հենց պետական մակարդակով եւ Հովհաննես Աբելյանի դրամատիկական թատրոնը եւ Հորովելը միշտ իրենց մեծ դեր ունեին այդ նոր տարվա ամանորյա հանդեսների կազմակերպության առումով։ Պատկերացրեք, մեծամտություն չհամարեմ, երևի թե հետ չէինք մնում նրանցից։ Խաղացել եմ մի թեթև միսիան ներսիս այդ ցանկությունը կատարված եմ համարում, բայց ամեն դեպքում թերի է։ Չգիտեմ, դասախցիկը այս հատվածը կարողացավ լիարժեքորեն էմոցիոնալ առումով ցույց տալ եւ փոխանցել։ Եվ ինչն այսօր դրթում, որ շարունակեք կրթել ու դաստիարակել սերունդ եւ պարում նոր անուններ թողնել։ Այսօր արդեն այս տարիքում։ Ինչն է դրթում։ Այո։ Հիմա ավելի շատ դրթապատճառներ կան։ Ավելի շատ հայեցի դաստիարակություն մատաղ սերնդին։ Ավելի շատ առողջ լինելու փաստը զբաղվեն, եթե անգամ 1000-ից մեկը կամ 2000-ից մեկը պիտի պարուհի կամ պարող դառնա, ամեն դեպքում կմեծանա առողջ, կմեծանա գրագետ, կիրթ, կմեծանա մարդասեր, ինչ ասեմ, կմեծանա լավ հանդիսատես, այսպես ասեմ։ Ինչպիսին կուզեք տեսնել ձեր մայրիկին տաթե։ Առողջ։ Կարծում դրանով եզրափակվում է ամբողջ միտքը։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Մաղթում ենք, որ ձեր վաստակը գնահատված լինի միշտ, եւ կարծում եմ կադրերում են հարգելի հեռուստատողներ, դուք քիչ հետո կտեսնեք, թե որքան հիացմունքով են նրանց սաները բարձրանում դեմ եւ ես ասացի ֆիքսել այդ ծաղիկների հետ, ոնց են կարողանում ժպտալով նպատակին հասնել։ Շնորհակալություն։ Դուք վաստակել եք դա, ես վստահ եմ։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար, անչափ գոհ եմ։ Սիրով շնորհակալ նել առողջ եւ ամենակարևորը միշտ բեմում։ Շնորհակալություն։ Եթե ունեք հավելելու ինչ-որ բան ասելիք մեր հեռուստադիտողին, ձեր սաներին, այն մարդկանց, ովքեր անմասն չէին, խնդրեմ տեսախցիկը, այս տեսախցիկը ձեզ է ֆիքսում։ Կասեմ, բարեք, ուրախ եղեք, առողջ եղեք, բոլորդ հարգեք ու սիրեք իրար, թող բարին իշխի, թող բարին տիրի աշխարհը։ Իսկ ես այս բանը առաջարկում եմ կադրերով հետևել այն, թե ինչ կատարվեց բեմի վարպետին նվիրված միջոցառման շրջանակներում։ Շնորհակալ Տեր Ֆորտունա։ Վաստակաշատ պարուսույց Ֆլորա Ասոյանը Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում սպասում էր 10-րդ հոբելյանական աշնանային պարահանդես փառատոնի բացմանը։ Սակայն տոնական երեկոն այլ ընթացք ստացավ։ Հորովել երգի բարի անսամբլի երկարամյա մենապարուհի, վաստակաշատ պարուսույց, Վանաձորի Տաթև արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր բալետմայստեր, աշնանային պարահանդես փառատոնի հիմնադիր Ֆլորա Ասոյանն իր համար անակնկալ կերպով դարձավ այս պարահանդեսի գլխավոր հերոսուհին։ Երեկոն նվիրված էր նրա հոբելյանական 65-ամյակին։ Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ սեղանի շուրջ նստած է հարազատ դեմքեր
միաձայն գովերքում են քեզ շփոթված ես թե ինչ արած ամպերել եք շարայլում ես զգացմունքը քո մեջ ու տակված դու գիտես ցանկություն կմնա Տաթև Գալստյանի այս մտահաղացմանը միացել էին Ֆլորա Ասոյանի տարբեր տարիների սաներ ու պարային խմբեր։ Անակնկալը ստացված էր, իսկ Հոբելյարով բազմաթիվ հանդիսատեսի սրտեր է գերել իր պարով հուզված։ Շատ եմ հուզված, ինչպես կխոսեմ, եթե չեմ կարողանում ասել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ ձեր ներկայության, ձեր վերաբերմունքի համար։ Ձեր հիշողությունների համար բոլոր եղեգերջանիկ եւ առողջ բարին բոլորիս Լոռու մարզպետի կողմից հայ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում նշանակալի ավանդի համապետական ու միջազգային պարի մրցույթներում ձեռքբերումներ ունենալու համար պարգևատրվեց շնորհակալագրով Շնորհավորում ենք ձեզ եւ շնորհակալություն ենք հայտնում այն մեծ ավանդի համար որ դուք եք ներդրել մեր պարարվեստում Գաղտնիք չէ որ մշակույթի տարբեր բնագավառներում շատ վայրերում պարարվեստ բառը ասոցացվում է հենց ձեզ հետ։ Այսօր ոչ միայն շնորհավորում եմ, այլ իսկապես այս բոլոր ձեր սաների դահլիճում նստած բոլոր մարդկանց անունից շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ներդրման համար, որ դուք եք կատարել մեր քաղաքը, մեր մարզը, մեր Հայաստանը ամբողջ աշխարհում ներկայացնելու։ Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ տարբեր պարային համույթների ու մշակութային կազմակերպությունների կողմից Ֆլորա Ասոյանն արժանացավ շնորհակալագրերի ու շնորհավորագրերի։ Առաջին հերթին ինձ տվել է կուրսընկեր Տաթև Գալստյանը, ում միջոցով ծանոթացել եմ նաև Ֆլորա Ասոյանի հետ եւ մեր բարեկամությունը ոչ միայն պարարվեստում, այլ նաև ընտանեկան մթնոլորտում շատ ջեր կարգավիճակում է գտնվում։ Շնորհակալ եմ ձեզ, որ դաստիարակել եք, մեծացրել եք նման աղջիկ։ Երեկոյի ընթացքում բացի հյուրընկալված պարային խմբերը ելույթներով հանդես եկան նաև պարային խմբի տարբեր շրջանավարտներ, որոնք վերականգնել եւ ներկայացնում էին Ֆլորա Ասոյանի նախկին բեմադրությունները։ Իսկ վերջում հին ու նոր սաների հետ հանդիսատեսին ներկայացան Գյովընդ ավանդական պարով, որի պարագլուխը բեմի վարպետն էր։ Ասենք հա, կազմակերպեց մարդը, բայց որ բոլորս ենք միահամուռ միանան ու անեն այն ինչ որ հաշ գնա, ես ապշած եմ, ես շնորհակալ եմ, ես երախտապարտ եմ բոլորից հետ։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու պար, թեթերի մեջ առնական, պայքարն է հաղթական, առավոտ կելնեք սարը, կկանչի սուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու բար, ձեռքերի մեջ առնական, հայ պարն է հաղթական, մշահու սասնա պարը մեր, հետղեք ձեռքերը վեր, տեսարկեք դողան սրտեր, կեզ ғուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի սուրնի խաղը, դող աշխարը բռնի բարը, Յարխուշտան
կապտուր թափարա Հշտամին փախչի վարուվեր Ես ուրբան սենքի ընկեր Առավոտ կելենք սարը Կկանչի զորնի խաղը Թող աշխարը բռնի բարը Յար խուշտա Աշնանային հերթական եթերային երեկոն մոտենում է իր դրամաբանական ավարտին, հրաժեշտից առաջ պետք է ասեմ շնորհակալություն հենց ձեզ ելի բարեկամներ, որ բացենյակի հետ էիք, եւ իհարկե մեր բոլոր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ ասել, որ բացենյակը եթերում է յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի 20:00-ից, իսկ մեր հաղորդումը եթե այսօր չհասցրեցիք օնլայն դիտել, կարող եք օֆլայն հետևել մեր պաշտոնական էջերում եւ իհարկե նաեւ սոցիալական հարթակում։ Հաղորդման վերջում ասում եմ շնորհակալություն Նե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է Տիգրան Մեծի 30 կոտրակ 1 հասցեում Հայքի հրապարակում։ Այստեղ կարող եք ընդգծել ձեր հմայքն ու գրավչությունը եւ իհարկե կարող եք մասնագիտանալ։ Ասում եմ շնորհակալություն նաեւ Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, բազում թաղամաս։ Վիկտոր Ամբարձումյանի 17 կոտրակ 2 հասցեում։ Այնպես որ բարեկամներ այցելեք մեր գործընկերներին, իսկ եթե ուզում եք գնել մեր գործընկեր, կարող եք գրել մեր պաշտոնական սոցիալական էջին, փնտրելով բացենյակ եւ իհարկե կարող եք նաեւ զանգահարել 099 02 28 33 հեռախոսահամարում։ Կամ էլ այցելել քաղաք Վանաձոր, դիմաց թաղամաս, որտեղ գտնվում է Ֆորտունա հեռուստաընկերությունը, դա դիմացի հրապարակում է, ինչպես կոչված է դիմաց գրվածի հարևանությամբ, կամ էլ ինչպես հայտնի է Անտոն Քոչինյանի արձանի հարևանությամբ է գտնվում Ֆորտունա հեռուստաընկերությունը, այնպես որ այս տարբերակները հասանելի են, իսկ մեր հաղորդումները հասանելի են ինչպես Team Telecom, այնպես էլ Ovio եւ իհարկե Ucom բջջային օպերատորների եւ առհասարակ համացանցի օգնությամբ եւ կաբելային բոլոր ցանցերի աջակցությամբ։ Ես ասում եմ ձեզ այսքանով հաջողություն, կհանդիպենք եթերում արդեն վաղը, լավ մնացեք, շնորհակալ Տել Ֆորտունա ու մի մոռացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մինչ հանդիպում։ Նամակ փոքրիկ իմ աղջկան, թողված օրեր չկան, քայլերը քեզ ուրախացնեն, բարերը ցավ չտան, ես միշտ արել եմ ամեն ինչ, որ աչքերդ փայլեն, իմ կիսատ երազանքները քո մոտ թող կատարվեն, ուզում եմ երջանիկ տեսնեմ քեզ ամբողջ մի կյանք, հայրը տվել է ուժ, ես իմ սիրտն ու հարգանքը, միշտ մարդ մնալն է կարևոր, ամեն տեղ չես գտնի, հիմա ունես այն ինչ փողով երբեք էլ չես գնի Ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ ես լինելու, թեկուզ հեռու, երջանիկ եղիր իմ աղջիկ, սենը ամեն տեղ տիրելու, մեր զավակները մեզանից, ավելի լավն է լինելու Ուզում եմ միշտ մնալ
Կանցած կյանքին դու սիրահարված, միշտ իրարով տարված ու մաքուր սիրով լցված, հիմա սպիտակ հարսի շորով իմ դիմաց կանգնած, իսկ ես այնքան պահեր, այնքան բառեր ունեմ չասված, չճարանաս երբեք, մնա միշտ սիրտդ բաց, միշտ ներիր, թեկուզ մի քիչ լինես պարտված, հիշիր, որ ես կյանքում էլ միշտ բումերանգը կա, Են ինչ տվել ես դու սրտանց մի օր քեզ հետ կգա Կյանքի օրենքն է դա մի օր բոլորը մեծանում է Մարդը հավերժը միշտ քանի իր գործը մեծարում է Քայլերը թող ուրախացնեն, բառերը ցավ չտան Երբեք չկորցնես ներսի փոքրիկ իմ աղջկա Ավելի եմ քեզ սիրելու Միշտ կողքիդ եմ ես լինելու Թեկուզ հեռու Մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու Ավելի եմ քեզ սիրելու Միշտ կողքիդ եմ ես լինելու Թեկուզ հեռու Երջանիկ եղիր իմ աղջիկ Սենամ է տեղ տիրելու Մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։